2018 թվականին ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ով հանձնեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, հիմնական լեյտմոտիվը դա է եւ տարբեր ելույթներում, իհարկե բազմամակարդակ ելույթներում փոխադարձ մեղադրանքներ կան, Հովհաննես Թումանյանի ասած այն սկզբունքով էլ գող կատու, էլ քաչալշուն եւ այդ համատեքստում մեղադրանքները բավականաչափ սուր են եւ բավականաչափ թիրախային, բայց եկենք այստեղ մի հատ կարևոր մոտեցում արտահայտենք, այն մոտեցումը, որ մեր քաղաքական ուժը եւ ես բազմաթիվ անգամ ասել ենք։ Ուրեմն հարցը հետեւյալն է. Հայաստանում գործում է եւ Հայաստանը տիրում է իշխանական համակարգ, որը 30 տարուց ավել իրականացնում է իշխանության փոխանցում մի վարչակարգից մյուսին։ Եվ այդ իշխանության փոխանցումը իրականացվում է համարժեք սկզբունքներով, այսինքն այդ համակարգը իր էությամբ կորպորատիվ է, ապազգային է եւ հակապետական է։ Եվ վերջի անցումը բանից գործող վարչակարգից Սերժ Սարգսյանի գործող վարչակարգից Նիկոլ Փաշինյանի նույնպես իրականացվել է իշխանության փոխանցումով համակարգի կողմից։ Այլ բան, որ ներհամակարգային այս պայքարը, որը ինչպես եւ դուք ասեցիք, մի օրվա չի, մի տարվա չի, տասնամյակների է, այդ ներհամակարգային պայքարը ցույց է տալիս, որ համակարգի շահերի շրջանակում տարբեր համակարգային ուժեր փորձում են առաջնային դիրքեր գրավել, այսինքն լինել համակարգի առաջնորդող։ Եվ այստեղ բնական է, որ պայքար կա, որտեղ ով առաջինն է, նրա այսպես ասած շահը եւ բոնուսները ավելի շատ են, քան մնացածինը, բայց ընդհանուր առմամբ պայքար որպես այդպեսին համակարգից դուրս չկա եւ այստեղ մենք ես ամենայն դեպս լուրջ խնդիր եմ տեսնում հետեւյալ իմաստով եթե ներհամակարգային ուժերը դուրս են եկել այսպես բաց պայքարի, դա նշանակում է, որ համակարգը ինքը իրենով արտաքին վտանգ չի տեսնում, ինքը չի տեսնում որևէ մի ուժ համակարգից դուրս արտահամակարգային, որ կարող է պայքարել համակարգի հետագա իշխանության դեմ։ Այսինքն ապա համակարգային ուժերը թույլ են, միաբանված չեն, կոնսոլիդացված չեն, եւ դրա համար համակարգը դուրս է եկել նախընտրական, հիմա այդ ընտրությունները կլինեն այս թվին 25 թվականին թե մյուս տարի հերթական կլինեն կամ արտահերթ թե հերթական, դա այդքան էական չի։ Դուրս են եկել պայքարի եւ դիրքավորվում են ընտրություններին ընդառաջ չվախենալով եւ որևէ վտանգ չտեսնելով համակարգի դուրս ուժերից։ Իմ համար այս հրաձգությունը ճակերտներում, որ կա այդ երկու համակարգային միավորների միջև, ամենաշատը այդ տեսակետից է ինձ անհանգստացնում, որ արտահամակարգային ուժեր փաստացի միաբանված կոնսոլիդացված, որոնք կարող են պայքարել զարգացումները, աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի շուրջ եղած զարգացումները այնպեսին են, որ այնուամենայնիվ կարող է ֆորս մաժորային արտահերթ ընտրություններ կամ որևէ այլ իշխանության փոխանցման տարբերակ լինի, այնպես որ սա պարտադիր չի լինի հերթական ընտրություններին նախապատրաստում, այլ կարող է լինի նաև արտահերթի, դա մեկ։ Երկրորդը, այն ինչ որ դուք ասեցիք, նախկին ներկա, հիմա տեսեք, ես կարծում եմ, այն ինչ որ կատարվում է, ցույց է տալիս, նորից ես անդրադառնամ իմ հիմնական մտքին, որ համակարգի ներսում այս պահին կա հիմնական 3 սյուն։ Դա գործող վարչակարգի սյունն է, հա, եւ երկու նախագահների առանձին վեցրած սյունները, եւ պայքարը ներհամակարգային այս 3 սյունների մեջ է գնում։ Թե այդ պայքարի արդյունքը ինչ կլինի, ես հիմա դժվարանում եմ ասել, բայց առնվազն եթե այսպիսի զարգացումները շարունակվեն, իշխանությունը, ապագա իշխանությունը նորից կմնա ապազգային հակապետական իշխանական համակարգի շրջանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանի ընթացքը, հայկական պետականության ընթացքը, բացասական ընթացքը, կործանարար ընթացքը, տապալվող ընթացքը կշարունակվի։ Աշխարհաքաղաքական այսօրվա զարգացումները իրենք խիստ անորոշություն ունեն իրենց մեջ, եւ տարածաշրջանային զարգացումները, այնուամենայնիվ գործող համակարգի համատեքստում արտաքին ուժերի սպասարկու համակարգը, որովհետեւ
այս համակարգը սպասարկել է միշտ արտաքին ուժերին եւ իզուր չի որ մենք մեր կարգախոսերում ասել ենք որ համակարգից ազատագրումը պետք է լինի ազգային ազատագրական պայքարի գործիքներով եւ համատեքստում սպասարկել է արտաքին ուժերը հիմա համակարգի մեջից որ սյունը կընտրեն արտաքին համապատասխան ուժը, որովհետև այսօր արտաքին ուժերի դերակատարումն ու կշիռնելը Հայաստանում փոխվել։ Ենթանք, եթե 10 տարի առաջ, երբ որ Նիկոլ Փաշինյանին բերում էին իշխանության, միարժեք էր մետրոպոլիա Ռուսաստանի բացարձակ վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ, այսօր այդքան էլ այդպես չի։ Ռուսաստանը իր վերահսկողությունը, այսպես ասած, բաշխել է թուրքերի հետ, եւ այստեղ որոշակի նաեւ ազդեցություն ունեն եվրոպական պայմանական արևմտյան ավելի շատ եվրոպական երկրները։ Հիմա այս համատեքստում որ արտաքին ուժը ավելի կշիռ այդ պահին կունենա տարածաշրջանում, նրանք էլ ազդեցություն կունենան ներհամակարգային այդ պայքարի արդյունքի վրա։ Ադրբեջանի հետ կապված վերջի մի շաբաթվա ընթացքում եղել է իմ կարծիքով 3 հետաքրքիր եւ կարեւոր զարգացումներ։ Մեկը եղել է այն ինչ որ դուք ասացիք, մյուսը եղել է Իսրայելի խորհրդանոն կնեսետում քննարկումը այդ հարցի շուրջ եւ երրորդը Ռուսաստանում Հեյդար Ալիևի արձանի Կիսանդրիա թե արձանը երևի արձանը ճիշտ ասած լավ չգիտեմ հիմնարկումը որը իրականացրել է Մոսկվայի քաղաքապետը այսինքն կարևորվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները խոսում էին իբր թե ճգնաժամի մասին փաստ որ դա այդպես չի կամ այդքան էլ այդպես չի հիմա ինչ առիթը կամ պատճառը որով Ալիևը գնացել էր Թուրքիա եւ հանդիպում էր Էրդողանի հետ դա բանն էր Իգդիր, Նախիջևան, Գազային այդ ենթակառուցվածքի ձևավորումներ եւ ձևավորված բաններ, բացումներ եւ հարցը հետեւյալն է որ փաստացի Թուրքիա գնացող գազային հոսքերը որը Ադրբեջանից է հիմնականում գնում վերադարձվում է դեպի Նախիջևան եւ ըստ Եթե հետևենք նրան ինչ որ ասում է Էրդողանը, ապա դա առնվազն 30 տարով լուծում է Նախիջևանի խնդիրները իր էներգետիկ պահանջների տեսակետից։ Դա կարևոր հերթական թուրք-ադրբեջանական պետական համատեղ ծրագրի իրականացումներ, բայց այստեղ մի հատ ուրիշ բան է կարևոր, որ ես ուզում եմ նշել։ Էրդողանը իր խոսքում հերթական անգամ Եվ կարգախոսները բազմաթիվ լրատվական հոսքերում այդպիսին էին, հերթական անգամ նշեց հետևյալը, որ մենք եղբայր ժողովուրդներ ենք եւ մենք երկու պետություն ենք, մի ժողովուրդ։ Այսինքն այն թերի կեղծ շեղող տեսակետները, որ մենք առավելևս Հայաստանը եւ մենք կարող ենք թուրքերի հետ առանձին բան պայմանավորել, Ադրբեջանի հետ առանձին բան եւ դա 30 տարի այդ կեղծ թեզերը շրջանառվել են եւ իբր թե այդ ուղղությամբ քայլեր են արվել, դա հնարավոր չի։ Ի տարբերություն մեր այսպես ասած գավառական խորամանկության թյուրքական ազգերը շատ կայուն են եւ հետեւողական են իրանց նպատակներում, այն է Թուրանի նեոօսմանիզմի ձևավորման իմաստով։ Եվ այստեղ իհարկե եւ անդրադարձ է եղել Ադրբեջան-Հայաստան կոչվող հարաբերություններին եւ անդրադարձ է եղել, որ ընդհանուր թյուրքական շահը պետքա գերակայի։ Այնպես որ ակնկալիք, որ ճնշումները Հայաստանի վրա կնվազեն, առավելևս հայկական կրավորական կեցվածքի համատեքստում, դա թյուր կարծիքներ են։ Մյուս բանը, որին ես ասացի եւ ուզում եմ անպայման անդրադառնալ, դա Իսրայելում եղած քննարկումներն են, խորհրդանում հարց է բարձրացվել Իսրայել-Ադրբեջան, կոնկրետ Ադրբեջան հարաբերությունների շրջանակը վերաբերյալ եւ հարցը ունեցել է հետեւյալ ենթատեքստը, որ ինքը խորքային ռազմավարական հարաբերություններ են եւ այդ հարաբերությունները պետքա պահպանել եւ զարգացրել։ Եվ այստեղ շատ հետաքրքիր դիտարկում է արել այդ քննարկմանը մասնակցող Նեթանյահուի ներկայացուցիչը։ Այսինքն Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ այդ հարաբերությունները մեր համար խորը աշխարհքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեն եւ այդ հարաբերությունների ամրապնդումը պետք է լինի մեր նպատակը ավելին
մենք պետք է առանց ձևավորենք Իսրայել, Ադրբեջան, ԱՄՆ։ Սա շատ կարևոր ահազանգող ուղերձ է։ Իսրայել, Ադրբեջան, ԱՄՆ։ Այսինքն սա նշանակում է Իսրայել, ԱՄՆ այն եղբայրության, դաշնակցության եւ այլ դաշնակցային հարաբերությունների շրջանակում Իսրայելը նոր գործոն ուզում մտցնի իդեմս Ադրբեջանի։ Դե հասկանալի է, որ եթե դա իրականանա, եթե դա կյանքի կոչվի, իսկ դրա հավանականությունը բավականաչափ մեծ է, Ադրբեջանի կշիռը տարածաշրջանային եւ բնականաբար իր գործիքները հայկականության դեմ էապես կավելանան եւ կուժեղանան։